Խոստմանս համաձայն հիմա կմեկնաբանեմ 3 հրապարակած տվյալները։ Առողջական ապահովագրության համակարգից արդեն օգտվել է 65 եւ ավելի տարիքային խմբի շուրջ 50,000 թոշակառու, հայտնել է Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով նախորդ օրը իր հրապարակած վիճակագրությունը։ 2026 թվականի հունվարի 29-ի դրությամբ թոշակառուներին տրամադրվել է շուրջ 4 միլիարդ 924 միլիոն դրամի առողջապահական ծառայություն, ամբողջությամբ պետական բյուջեի հաշվին։ Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև բուժման, վիրահատության, ինչպես նաև դեղերի գնման փոխհատուցում։ Նախկինում մենք էլի պետական բյուջեի միջոցներով դեղեր էինք ձեռք բերում եւ սոցիալական որոշակի խմբերի հատկացնում էինք, իսկ բազմաթիվ թոշակառուներ իրենց միջոցներից ձեռք էին բերում տարբեր ցուցված եւ նշանակված դեղամիջոցներ։ Հիմա այս ծրագրի շրջանակներում մենք որոշակի փոխհատուցում ենք հատկացնում, ոչ թե դեղ ենք տալիս, այլ փող ենք տալիս մարդկանց դեղ ձեռք բերելու համար։